Միացյալ Նահանգների վարչակազմի փոփոխությունը ռազմաքաղաքական նոր մարտահրավերների առջև է կանգնեցրել Իրանին։ Սպիտակ տնից հնչող ռազմատենչ հռետորաբանության ֆոնին Իսլամական Հանրապետությունն ամրապնդում է ռազմական ուժը, բացահայտելով տեղական արտադրության կատարելագործված պարազինությունը։ Իրանի զինված ուժերի ԳՇՊետ Մոհամմադ Բաղերիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեի գլխավորությամբ բացվել են նորարարական սպառազինությամբ հագեցած ստորգետնյա մեգաքաղաքի դռները։ Սա հարյուրավոր խոշոր ռազմաբազաներից մեկն է, որտեղ ներկայացված են նորագույն զինատեսակները։ Տասնյակ կիլոմետրեր ձգվող թունելի երկայնքով շարված են հսկա կոնտեյներներ ու բեռնատարներ, որոնց վրա տեղադրված են հազարավոր 10 մետրանոց թևավոր և բալիստիկ հրթիռներ ու ռեակտիվ արկեր։ Բաղերին հայտարարել է, որ Իրանի երկաթե բռունցքն այսօր ավելի հզոր է, քան նախկինում, իսկ հրթիռների արտադրության տեմպը զգալի գերազանցում է թշնամու ռազմական հնարավորություններին։ Իրանի զինված ուժերը վճռականորեն շարունակում են ռազմական կատարելագործման առաջխաղացման ուղին։ Ռազմական մեգաքաղաքում պահվում են նաև միջին հեռահարության հրթիռներ, որոնց թռիչքի երկարությունը կարող է հասնել 1700 կիլոմետրի։ Եթե սկսենք այսօր, յուրաքանչյուր շաբաթ հրթիռային նոր քաղաք կհիմնենք։ Այս ռազմական նախագիծը կշարունակվի դեռ 2 տարի։ Պաշտպանական ու ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Իրանը հասել է լիակատար ինքնաբավության։ Սարքավորումների ավելի քան 90%-ը նախագծված ու արտադրված է երկրի ներսում, պնդում են ուժայինները։ Իրանի էլեկտրոնային արդյունաբերությունը պաշտպանական տեխնոլոգիաներ է մշակել տիեզերական, օդային, ծովային, ցամաքային և սուզանավային ոլորտներում։ Մինչև այսօր ավելի քան 7000 այսպիսի համակարգ է արտադրվել ու տրամադրվել երկրի զինված ուժերին։ Ուժային գերատեսչությունները նշում են, որ չնայած պատժամիջոցներին ու արտաքին ճնշմանը, Իրանի պաշտպանական արդյունաբերությունը շարունակում է առաջընթաց գրանցել։ Պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Իրանը զիջումների չի գնա իր ռազմական հնարավորությունների, մասնավորապես հրթիռային ծրագրի հարցում։ Ցուցադրել են նաև Պարսից ծոցի իրանական 3 կղզիներում տեղակայված նորագույն զենիթահրթիռային համակարգերը, որոնք կարող են ոչնչացնել մինչև 600 կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ծովային ցանկացած թիրախ։ Մենք իզորու ենք հարձակում իրականացնել տարածաշրջանում թշնամու ռազմաբազաների, ռազմածովային ուժերի ու մյուս համակարգերի վրա։ Իսլամական Հանրապետությունը ռեկորդ է սահմանում նաև տիեզերքում։ Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ անցած տարի ուղեծրում տեղակայվել է 5 արբանյակ և 1 հետազոտական բեռ։ Սիմորղ արբանյակակրի միջոցով տիեզերք է ուղարկվել 300 կիլոգրամ բեռ, ինչը ռեկորդային է Իրանի տիեզերական արդյունաբերության համար։ Մեր տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կառուցած Սաման 1 ուղեծրային փոխանցման բլոկը հաջողությամբ տեղակայվել է ուղեծրում, որտեղ բլոկի ենթահամակարգերն առաջին անգամ հաջողությամբ փորձարկվել են։ Դոնալդ Թրամփը վերջերս պաշտոնական նամակ էր ուղարկել Թեհրանին, կոչ անելով վերսկսել միջուկային բանակցությունները։ Միաժամանակ ակնարկել, որ հրաժարվելը կարող է հանգեցնել Իրանի համար կոշտ հետևանքների։ Օվկիանոսի այն կողմից հնչող սպառնալիքներից Իրանը ակնհայտորեն չի վախեցել։ Երկիրը շարունակում է ամրապնդել ռազմական պոտենցիալն ու ցուցադրել դիմադրելու վճռականությունը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։